Այս ուրբաթ, հոկտեմբերի 3-ին, ժամը ուղիղ 22:45-ին, հայ հեռուստադիտողը մոտիկից հնարավորություն կունենա ճանաչելու Ռուսաստանի Դաշնությունում ծվարած և ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը գործող օլիգարխների հետ։ Այն ինչ նրանք այսօր իրականացնում են Ռուսաստանի Դաշնությունում, դա միայն կարող է Թուրքը իրականացնել։ Ինչով է զբաղվում Ռուսաստանի Հայերի Միության նախագահ Արա Աբրամյանը։ Ռուսաստանի Դաշնությունում հանդես է գալիս որպես Պուտինի շուն, քութիկ։ Ինչպես է Արա Աբրամյանը խաբում մարդկանց։ Պես աֆերիստ է, այդ մարդուն ուղղակի գեներալի այդպես ուսադիներ է տվել, հագուստ են առել եւ ով հետը հանդիպում է իր հետ քարտուղարուին գալիս ասում է քեզ, չգիտեմ, այնտեղ Միշուսինն է զանգում, Ռագոզինն է զանգում, սա ասում է, ասեք կեժամից կզանգեմ, հետո այդ մարդկանց ասում է ընդունանում 2 ժամ է, այս գեներալը սպասում է, որ հետը հանդիպեմ, այսինքն սա մի հատ երևույթ է։ Ինչի համար Նիկոլ Փաշինյանը բամփեց Արա Աբրամյանի գլխին։ Իր արած բոլոր քայլերը սուտ է։ Ինքը ընդհանրապես հայ ժողովրդի համար չի մտածում։ Ես ասում եմ դա օրինակ իմ աշխատանքի, ինձ վերաբերվող, իմ բիզնեսի։ Վերցրել այսօր արկելել էր աշխատանքը, արկելել է, ես իմ վերցնում եմ։ Դուք ապօրինի գույքի, ապօրինի հարստացման հոդվածներով եք չէ անցնում։ Ես իմիշոր ապօրինի հարստացում, ես չգիտեմ ինչ ասես ասում։ Սա զիբիլի վրի կատու է, որ Հայաստանի Հանրապետությունում ուղղակի հյուրանոցի խնդիր ունի, բիզնեսները չի կարող աշխատացնի, դարել է այտենց փրկիչ հերթական։ Պատրում եմ իր դիմակը, այս ՉՄՕ-ի, տեսեք։ Սա Արա Աբրամյանի աղջիկն է, տեսեք լեմացրա վիճակը։ Խնդրեմ։ Ու այս երևույթի հերը, երբ որ մի հատ աղջիկ չի կարող դաստիարակի, որ ասի մի հատ քեզ կարգի հրավիրի, ու սրանք այս երևույթները խոսում են ազգից, պետությունից, ինչ-որ արժեքներից։ Ովքեր են Արա Աբրամյանի թիմի անդամները։ Որ թմից է խոսում, թիմ ունենք։ Իր թիմը մի 10 հոգի, այն Գորբաչովի ժամանակ այն նեղած, փդած մի 10 հոգի է գտեն, որ ամիսը $500 փող է տալի։ Ամեն օր 45 հատ հարցազրույց են տալի, թե ինչ մտքի գիգանտ է Արա Աբրամյանը։ Ինչի համար է Արա Աբրամյանը փորձում զավթել իշխանությունը եւ ում աջակցությամբ։ Իսկ ինչ որ դաշինքներ հնարավոր համարում եք։ Ամեն ինչ հնարավոր է։ Ինչ որ մեկի հետ միավորվել, նախկին նախագահների, այլ քաղաքական կուսակցությունների հետ, ում հետ կգնայիք օրինակ համագործակցության։ Ես հիմա չեմ կարող ասել, գիտեք ինչ կա։ Ես բոլոր հետ կարող եմ գնալ, ես անպայման մասնակցելու եմ ընտրություններին։ Մեկը հարց չի տալի, Արա Աբրամյան, բա այդքան միլիարդների մեջ եք։ Նա դուք մի օր զենք առել եք Հայաստան ուղարկել եք, չէ։ Կապիկ շարքային։ Այս կապիկների միակ գործունեությունը իշխանություն փոխելն է։ Բազմաթիվ հարցեր հենց Արա Աբրամյանին։ Այսինքն դուք մտածում եք սրանք այնքան տղա են, որ կարան Պուտինին այնտեղ հարցնան։ Սրանք իրենց երեխեքից խաբար չեն Արտուր։ Մնում է տակլոր նկարվեն գցեն այդ սայթերը։ Ինչ անօրինական գործունեությամբ է զբաղվում Ռուսաստանի Դաշնությունում Արա Աբրամյանի օգնական Լուսիկ Ղուկասյանը։ Լուսիկ կոչվածը նաև զբաղվում է անօրինական սիգարետի վաճառքով, այդ ֆուցիցի կոչված վայրում, սա թուրքերի ադրբեջանցիների հետ վաճառում է մեր հայկական սիգարետը կեղծում են։ Ինչ պրովոկացիաներ են կազմակերպել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցերի ժամանակ եւ ինչպես են կանխել Ռուսաստանի իրավապահները։ Խնդրեմ, սա այդ նկարն է հայտնի Արա Աբրամյանի տեղակալի, այդ ճտի։ Բավականին ուրախ է։ Այո, սա ուրեմն այս երևույթը ձերբակալվել է այն պահին, երբ որ փորձել է ադրբեջանցիների հետ Հայաստանի Հանրապետության վարչապետի պետական այցի ժամանակ պրովոկացիա իրականացնի։ Այս եւ այլ կարևոր հարցերով լի հաղորդումը դիտեք այսօր, հոկտեմբերի 3-ին, ժամը ուղիղ 22:45-ին։ Բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանուցումները ստանաք առաջինը։